Անորայում Վաչեի կերպարը գրված է եղել քեզ համար։ Տեղեկությունը ստույգ է։ Մենք մի տարի աշխատեցինք իրար հետ, նույն ռուս դերասաներին, անգլերենից ռուսերեն, ռուսերենից անգլերեն թարգմանելը ես եմ արել։ Դա այդքան հեշտ պատմություն չի, ինչքան որ ես հիմա այսպես ժպիտը դեմքից խոսում եմ։ Արախակ մի հատ շանս կա հաղթելու, դա եթե ես գնամ։ Դու համարեցիր, որ Փարգի երգը կարող է լինել հաղթողը։ Ես այնքան էի զբաղված հենց իմ բուն գործով, որ նույնիսկ հոգեբանորեն չէի ուզում որևէ մեկին մրցակից տեսնել։ Բայց ես հիշում եմ, երբ որ ես լսեցի Սիմոնի երգը առաջին անգամ, դե շատ սիրեցի այդ երգը։ Շատեր ասում էին, ինչի է կնգաշորեր հակել, ինչի կնգաշորեր չհակավ բան բարձրացավ։ Տվեն պահից, որ հասկացա, որ ես չեմ գնում, էլ չհետաքրքրվեցի հետագա ընթացքով, թե որ երկիրը ինչ երգա բերել։ Փարգը շատ, փարգս։ Եթե հետաքրքրված ես բիզնեսով ու անձնային բրենդի զարգացմամբ եւ արդեն իմ ալիքում ես, ապա բաժանորդագրվիր ու սեղմիր զանգակին, ծանոթանալու իմ հետագա հյուրերի հաջողության պատմություններին։ Զանգակը։ Արսեն, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար ու շատ ուրախ եմ, որ իմ հյուրն ես եւ շնորհավորում եմ, որովհետեւ օրերս դուրս եկավ Marry Me երգի տեսահոլովակը, որտեղ դու ներկայացար նոր այսպես ռեբրենդավորած անվամբ Arsen G։ Ինչով էր այս փոփոխությունը պայմանավորված ու արդյոք սա այսպես նուրբ ակնարկ էր, որ ուզում ես լսարանի աշխարհագրությունը ընդլայնել։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինձ էլ է հաճելի ելեն այստեղ լինելը։ Գաղափարը, նպատակը այն է, ինչ որ դուք վերջում ասացիք, բայց այդ գաղափարի հեղինակը ռեժիսորն է, Տարաս Գալուբկովը, ով նկարեց ֆիլմը, փոքրիկ ֆիլմը տեսահոլովակը, Will You Marry Me-ն, եւ իր առաջարկն էր, որ քանի որ նոր ինչ որ ոճային կերպով եմ ներկայանում, կարելի է ինչպես շատ արտիստներ որոշակի ալբոմներ անում են այլ անվան ներքո կամ անվան մեջ փոփոխություն են բերում, ես էլ ոնց որ փորձեմ դա իրականացնել, ես նույնիսկ Տարասին ասեցի, որ գիտես ես իմ կյանքում այնքան անունների ներքո եմ նաև արդեն հասցրել հանդես գալ, որ ինչ որ իմաստով զարմանալի գուցե չլինի, բայց ինքը ասեց փորձենք եւ ինձ գրավեց առաջարկը ու որոշեցի, որ այս մի շրջանը, որովհետև էլի երգեր կան, որ անելու ենք, ներկայանամ որպես Arsen G ու տեսնեմ, թե դա ինչպես է լինելու։ Ինչ վերաբերում է աշխարհագրությունը փոխելուն, բնականաբար դա կարծում եմ յուրաքանչյուր ստեղծագործողի մեծ ցանկությունն է առավել մեծ լսարան ունենալու, բայց ես չեմ կարծում, որ երբևէ մեր ազգանունը Յանը կարող է խանգարել աշխարհագրություն փոխելու հարցում, այլ հակառակը Յան ազգանունը ուշադրության կենտրոնում է եւ այս պարագայում չեմ կարող ասել, որ մարդկանց ավելի հեշտացնելու համար կյանքը որոշեցինք անել Arsen G։ Սա ազգանունից հրաժարվել չի, որովհետև ես որպես դերասան շարունակում եմ գործել որպես Արսեն Գրիգորյան, անգամ հենց YouTube-ում Arsen Grigoryan Arsen G է, բայց իհարկե մնացած պորտալներում, iTunes, Spotify եւ այդ սթրիմինգ հարթակներում արդեն որպես Arsen G պետք է փնտրեն։ Դու մասնագիտությամբ դերասան ես, բայց քո երաժշտական կարիերան պակաս հետաքրքիր ու գունավոր չի եղել։ Ես հիշում եմ դեռևս 2000-ականների վերջերին ու 10-ականների սկզբերին մեկը մյուսի հետևից շատ ուրիշ երգեր էին դուրս գալիս, որ մինչև հիմա էլ մենք լսում ենք, ես անձամբ լսում եմ այդ երգերը, Տեսը, Պայուսակը, 5 րոպեն ու այս մի քանի օրը լսելով նորից երգերը, վերհիշելով, ես տեսա, որ դրանք նաև շատ հետաքրքիր համագործակցություններ են, օրինակ Տեսը Անդրեի հետ, Պայուսակը Գարիկն է Պապոյան երաժշտության հեղինակը ու շատ լսել էր այդ ձեռագիրը Գարիկի, հետո ես որ նորից լսեցի, հասկացա։ Տեսա Անդրեն էլ Մարիամ Շահինյանն էր խոսքերը, Մարիամը նաև Will You Marry Me-ի հեղինակն է։
Մարիամը առանձին եւ երաժշտությունը եւ տեքստը գրել է Քո ծնունդն է այսօր երգի, Վահրամի հետ Պետրոսյան 5 րոպեն, Պայուսակի երաժշտությունը Գարիկներ ու նաև գործիքավորումներ Գարիկը արել, խոսքերը Վահրամինն են, Այբուբենը Սիրուշոն, Ապրիկոտայի հետ, հա, իմ կողքին միշտ լավ մարդիկ են լինում։ Մի քիչ կուզեմ հետ գնանք այս շրջանի մասին խոսենք, որովհետև այդ ժամանակներում, չգիտեմ, շոու բիզնեսում ինչ որ հրաշք առաջացնող նյութեր եք խմում, բայց ուրիշ էմոցիաներ եք կարողանում տալ հանդիսատեսին ու ենթադրում եմ ինքներդ էլ ստանալ այդ էմոցիաները։ Հիմա որ հետ ենք նայում, ոնց որ այդ ժամանակներում մնացած լինի այդ ամեն ինչը, դրա համար էլ այդ կարոտը կա, որ միշտ մարդիկ այդ երաժշտությունը ուրիշ էմոցիաներով են լսում։ Այն ժամանակ գիտեք ինչն էր հետաքրքիր, նախ երբ որ մենք սկսեցինք նորալիքը, այսինքն հանրային հեռուստաընկերությունը, չգիտեմ կհիշեք թե չէ, բայց ուներ ցերեկային ժամ, երբ որ GCP-ն էր գնում, այսինքն տու հայտնի հեռուստատեսային GCP-ն։ Դա 2-ից 5-ի ինտերվալն էր։ Եվ այն ժամանակ Տիգրան Նաղդալյանը Հրաչ Քեշիշյանի հետ որոշեցին այդ բացը լրացնել երաժշտական ֆորմատով ու սկսել երիտասարդ հաղորդավարների հետ այդ ընթացքը։ Իհարկե Էրիկը եւ Իզան արդեն Ռուբիկոնի աստղեր էին եւ նաեւ մեր թիմը ավելացավ, հա, Լևոնը, Հրաչը, ես, Թինան ու էլի մի քանի հոգով ոնց որ ստեղծեցինք բոլորս միասին այդ ազգային երաժշտական ալիքը, որը հետո վերաճեց ազգային երաժշտական մրցանակաբաշխության, ու ընդհանուր առմամբ երբ որ ինչ-որ մի բան նոր է ստեղծվում, դրա հետ կապված թրթիռը եւ ստեղծողների եւ անկախ իրենցից նաեւ դիտողների մոտ է գալիս, հա, որովհետեւ երբ մարդը տեսնում է որ դու ինչ-որ մի բան թրթիռով ես անում, անկախ նրանից նա դրա հետ համաձայն է, համաձայն չէ, ինքն էլ էմոցիոնալ ինչ-որ կապ ունենում է։ Ես կարծում եմ, որ երևի թե դա էր, ու հետո էստրադան ավելի սկսեց մի փոքր շոու մաս կրել իր մեջ, այսինքն շոու բիզնես ասված հասկացողության այո, այդ առկայությունը կար, որովհետև միջև այդ կար լավ էստրադա։ Հա, մեր մեծանուն երգիչները, ովքեր ներկայացրել են Փայլուն էստրադա, որոնց երգերի ներքո մենք մինչև այսօր ուրախանում ենք, ել չեմ խոսում, որ շատ իմ գործընկերներ նաև վերարտադրում են նորից այն երգերը, որոնք մեր ծնողների ժամանակվա հիթերն են, ու դրանք հիթ են մինչև այսօր։ Իսկ մեր այդ շրջանը, ոնց որ ավելի կոպիտ ասած այդ մի քիչ համաշխարհային նոր բառա կապակցությունը շոու բիզնես ասված հասկացողության սկիզբը կարծես լիներ, որովհետև Երգի պետական թատրոնը անում էր հիանալի էստրադա իր արտիստներով տալիս էր, թեպետ Երգի պետական թատրոնն էլ արդեն ամուր կանգնած լինելով իր մեծ դերակատարությունը ունեցավ շոու բիզնեսյան այս ձևավորման Նադյան Սարգսյան իր երեխաներով ու արտիստներով, որոնք մինչև այսօր փայլում են։ Ու ես ինձ ուրախ եմ, որ այդ ժամանակ ես հիշում եմ, որ մեր այժմյան արտիստների, ովքեր ստադիոներ են լցնում իրենց առաջին տեսահոլովակը եւ իրենց այդ հուզառած տեսահոլովակ ներկայացնելու առիթը ինձ է ընձեռնված եղել իմ գործընկերների Մանեի Գոհարի հետ Ռուբիկոնում մենք ենք ներկայացրել նրանց իսկ այսօր արդեն կարող է զանգես չվերցնել, չէ, հումոր եմ անում։ Իրականում բոլորի մոտ պահպանվել է մարդկային որոշակի նորմեր, որոնք դեռ շարունակում են լավ իմաստով գործել։ Ես երևի այդ էմոցիոնալությունը իմ տեսանկյունից եմ ասում, որովհետև այդ 10-ական թվականներին ես 14-15 տարեկան էի ու մենք ավելի շուտ մի քիչ որ ձայնագրում էինք TV-ից այդ երգը, որ հետո դպրոց գնալու ճանապարհին լսենք կամ դպրոցում լսենք, իսկ հիմա ամեն ինչ այնքան հասանելի է YouTube-ում, բոլոր հարթակներում, երևի էդ էլ է մի քիչ հեռացնում է։ Ինչ հետաքրքիր է, չէ, որ հասանելիությունը ինչ որ իմաստով նաև հեռացնում է ավելի։ Նույն ողջավորությունը ամեն դեպքում ոնց սպասում ենք մենք այդ հիթ շքերթներին, որ լսենք այդ երգերը։ Գիտեք, հետո այն ժամանակ նայեք, ամեն դեպքում սոցիալական տիրույթները չկային եւ մեր արտիստներին ինձ այդ թվում կարելի էր տեսնել որոշակի ժամերի, որոշակի հաղորդում դիտելիս, հա,
Իսկ հիմա քանի որ կա social networking-ը, այսպես ասած, ինչը շատ դրական է, բայց նաև ունի իր հակառակ էֆեկտը, որ յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր վարքյանի կարող է օրինակ տեսնել ես այդ օրը ինչ սուրճ խմեցի կամ չգիտեմ ես չէ մեկ ուրիշը ոմանք ավելի մանրամասն են ներկայացնում իրենց առօրյան ես որոշակի դրվագներ ներկայացնում եմ որոշակի դրվագներ բնականաբար իմ կյանքից որ այդպես էլ չի հանրայնանում բայց այդ հասանելիությունը բերեց նաև ինչ որ իմաստով ճակերտավոր սովորականության կամ գուցե անցյալը միշտ ավելի քաղցր է թվում բոլոր առումներով։ Կա այդպիսի բան։ Ես հիշում մի անգամ մի քանի տարի առաջ իմ առաջին շոկն էր, որ ինչ որ մեկը տես թե Պայուսյակ երգներ դրել իր պատին եւ ինձ էլ նշել էր, այդպես տեսա էլի, որ տարածել էր ու գրել էր վախ մանկությունս հիշեցի, իսկ ես բացում շատ գեղեցիկ մի օրիորդ է, որ ես իմ ու իր մեջ տարիքային տարբերություն չեմ տեսնում կոպիտ ասած, ու որսած Այս ինչ էր, այս ինչ էր, որ մանկությունս հիշեցի, հետո հասկացա, որ ինքը 20 տարեկան է ու բնականաբար 10 տարվա երգը իր մանկության երգը կարող է համարվել։ Ամփոփելով երաժշտության թեման, իհարկե չեն կարող չանդրադառնալ Եվրատեսիլին։ Այո։ Եվրատեսիլում դու մասնակցեցիր, որովհետև ինքը լավ պլատֆորմ էր այս գործը ցույց տալու համար, թե իսկապես պատրաստ էիր Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում։ Ես իսկապես պատրաստ եմ Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում, ես այդ պատրաստակամությունը հայտնել եմ դեռ 18 թվականից, երբ որ մասնակցեցի Կամիլ շոուով, որից հետո կրկին այդ ցանկությունը եղել է ու կա այն առ այսօր Եվ այս պարագայում Կամիլի շուրթերով կարող եմ հնչեցնել այն ինչ որ ես էլ եմ կարծում արախակ մի հատ շանս կա հաղթելու դա եթե ես գնամ իհարկե այսինքն պատրաստակամությունը կար բայց միևնույն ժամանակ հիանալի պլատֆորմ էր ներկայացնելու իմ նոր երգը եւ որոշակի իմաստով նոր երաժշտական ուղղվածությունը որով շարունակելու եմ որովհետեւ արդեն երկու նոր գործ կա, որ գործիքավորման փուլում են եւ ձայնագրման, որոնք էլի ունենալու են տեսահոլովակներ եւ իհարկե դեպի Եվրատեսիլը հայ այդ հիանալի պլատֆորմներ։ Մի քիչ նույնիսկ շատ կտրուկ էր իմ հետոյի որոշումը, որովհետեւ Կամիլ Արսեն ներկայացումը եղավ, բայց տեսահոլովակը միայն Արսենինն է, Արսենջին է, այսինքն Կամիլը չկա, որովհետեւ Կամիլը ինչ որ իմաստով վիրավորվեց ու ասեց ինձ հանգիստ թողեք նրան կարելի է ձայն տալ այն ժամանակ երբ որ արդեն վստահ լինեն որ հենց ինքն է գնալու մի անգամից ուղարկեն հենց հարցս դա էր այսինքն մրցույթին պլանավորում ես նորից մասնակցել դեպի Եվրատեսիլին թե կգնաս այն դեպքում երբ հրավեր կունենաս կգնամ այն դեպքում երբ հրավեր ունենամ բայց ինչպես քիչ առաջ ասացի երբեք մի ասա երբեք արտահայտությունը չեմ կարող ասել հնարավոր է որ նորից մասնակցեմ ես ստեղծագործող մարդ եմ եւ էմոցիոնալ պորտկումներ եմ ունենում ցանկություններ որոնք ինչ որ իմաստով այդ ժամանակի մեջ պետք է բավարարվեն ու սա էլ նույն այդ ստեղծագործող մարդու ցանկությունն էր թեպետ շատ հնչեց այն կարծիքը որ ավելի որ երիտասարդներն էին հիմնականում նոր անուններ էին որոնք ներկայացան դեպի Եվրատեսիլին եւ իմ արկայությունը հա որ մի քիչ ավելի վաղուց ինձ գիտեն մարդիկ ինչպես այդտեղ եղավ ես օրինակ չունեմ այդ տեսակ սահմանափակումներ եւ չունեմ այդ տեսակ խնդիրներ գիտեք որ ես ինչպես կարող որովհետեւ նոր փայլուն արտիստներ էին որոնց հետ այո նույն բեմում գտնվելը հաճույք էր այսինքն ինձ մոտ չկա այն որ գիտեք ինձ պետք է առանձին ինչ որ բան որովհետեւ այդ վերաբերմունքը ես ունեմ դա չի հարցը բայց ինձ միշտ հաճելի է լինել երիտասարդ տաղանդավոր մարդկանց հետ նույն շրջապատում նույն միջավայրում եւ նույն ստեղծագործական ոգու մեջ ինչքան էլ մրցույթային էր իրավիճակը բայց իմ ներկայությունը նաեւ բերեց մի հատ համերաշխության որ կարծում եմ մնացած արտիստներն էլ
Եթե այտենց չալարեն խոստովանեն, որ իմ ներկայությունը մի փոքր փափկացրեց իրավիճակը։ Իդեպ ես որ բուրըն կրքեր չբորբոքվեցին։ Դահլիճում էի ու նկատեցի պարգի հաղթանակից հետո դու առաջիններից էիր, որ շատ ջերմությամբ մոտեցար ու անկեղծ շնորհավորեցիր, նույնիսկ Instagram-ում էլ story էի արել դրա մասին, որտեվ հա շատ լավ քայլ էր դա ու բնական ինձ թվում է հաղթանակից հետո ինչ էր մնում Եվ ես հիմա այդ լավ քայլը կշարունակեմ ու կփորձեմ դա այսպես մեկնաբանել, որովհետև հնարավոր է իմ տարիների փորձը եւ նաեւ իմ ներքին ազատությունը, բացի տարիների փորձին, որտեղ մարդիկ կան կամ ունեն ներքին այդ ազատությունը կամ չունեն։ Հնարավոր է, որ իմ ներքին այդ ազատությունը ինձ բերեց առանց կաշկանդվելու, առաջինը գնալ ու շնորհավորելու։ Դա չի նշանակում, որ մնացած մարդիկ ուրախ չէին փարգի համար։ Ուղղակի ոմանք կարող են դա ցույց տալ, ոմանք ոչ։ Տեսել իրանց մասին լավ բաներ եմ ասում։ Բայց ես իմ խոսքի մեջ էլ ասացի, որ ով էլ լինի այն արտիստը, որ պետք է ներկայացնի, մենք պետք է բոլորս նրա կողքին լինենք, որովհետև անգամ դեպի Եվրատեսիլում այնքան զգայուն ես դառնում, հետաքրքիր է, որ յուրաքանչյուր ընկերոջ արձագանք կամ ընկերոջ չարձագանք, դու անկախ քեզնից հասկանում ես, որ ֆիքսում ես։ Մի քիչ նման է, որ թաղման ժամանակ դու վշտի մեջ ես, բայց մի տեսակ բոլորին հիշում ես, չէ՞, ով եկավ, ով չեկավ։ Նու ոչ թե չեկավ, այլ ով եկավ։ Ինչ որ տես զգայունության մի հատ շատ տարօրինակ զուգահեռ է, բայց ամեն դեպքում զգայունության մի այդպիսի փուլ կա։ Ու առավել եւս, երբ որ դու արդեն ոչ թե երկրի ներսում ես մրցույթի մեջ, այլ երկիր ես ներկայացնում, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արտիստի կողքին պետք է լինենք համախմբված, լավ էներգիա ուղարկելով։ Ես չեմ ասում Սասքիա Մանչյան առնեն, գովեն, իրենց կենցաղը թողնեն, միայն զբաղվեն դրանով, չէ, որովհետև արտիստի կարիերան է իր երկի մրցույթն է։ Այսինքն վերջո դա իր կյանքն է, որով արտիստը անցնում է, բայց ինչքան իր կողքին լինեն, այդքան լավ կլինի։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ մինչև այսօր կարծում են, որ Will You Marry Me-ն երկներ, որը պետք է հնչեր Եվրատեսիլում, ես լիովին համակարծիք եմ իրենց հետ, երկի հետ կապված, ու այդ բոլոր մարդկանց եւս մեկ անգամ խնդրում եմ, որ մենք հիմա բոլորս պետքա Փարգի կողքին լինենք, որովհետեւ Փարգը լավ արտիստ է ու պետքա լավ ելույթով լավ արդյունքներ ունենանք։ Հիմա Եվրատեսիլից բավականին ժամանակ է անցել ու ավելի էմոցիաները նստել են, կարծում կարող ենք մի քանի բան քննարկել։ Երբ երգերը դուրս եկան քո մրցակիցների այդ ժամանակ, դրանք լսելու ընթացքում դու համարեցիր, որ Փարգի երգը կարող է լինել հաղթողը։ Ես Փարգի երգը մի քիչ ավելի ուշ լսեցի, քան որովհետև նայեք, երգեր կար, որ ես արդեն լսել էի միջև մրցույթը նույնիսկ, որովհետև ամեն դեպքում շուկան փոքր է, իրար ճանաչում ենք եւ այլն։ Փարգի երգը երբ որ ես լսեցի, ես հասկացա, որ հա, այս երգը ունի տեղ, ունի հաջողության ոնց որ գրավական, բայց այդ ժամանակ նայեք, խնդիրը ինչի, որ ես թերագնահատում կամ ինչ-որ բան էի անում մեկ ուրիշին, ես այնքան էի զբաղված հենց իմ բուն գործով, որ նույնիսկ հոգեբանորեն չէի ուզում որևէ մեկին մրցակից տեսնել։ Զուտ Այսինքն ուղղակի օբյեկտիվ լսել ու գնահատել այդ ընթացքում չէր ստացվում։ Հա, որովհետև ես ավելի իմ գործով եմ զբաղված։ Ինձ նույնիսկ երբ որ հարցում էին, եթե ոչ դու, ապա ով, ասում էի Կամիլը։ Իսկ եթե ոչ Կամիլը, ապա ով, ապա ես։ Այսինքն իմ հարցը այդ իմաստով լավ էր։ Բայց ես հիշում եմ, երբ որ ես լսեցի Սիմոնի երգը առաջին անգամ, Լիլիթի գրած, Նավասարդյան, դե շատ սիրեցի այդ երգը, մի տեսակ ժանրային ամեն ինչով, իր այդ ողջ էներգետիկայով ինձ շատ գրավեց մի անգամից, ու Սիմոնին տեսա, այդ շատ լավ պատմություն էր, ասի Սիմոն, ասի, լսեցի երգդ, այդ ինչ լավն է, ասաց նայեցի, այդ ինչ լավն է երգդ, ռեալ այդպեսի բան էի տեսնում։ Մնացած երգերն էլ, նույն Աթենայի երգը, Գասոյայի, Անահիտի, մյուս Անահիտի,
գործը, որոնք էլի, չգիտեմ, Մելսի գործը, այսինքն բոլոր երգերն էլ, նույն մեր ռոք խմբերը, հա, Սևագիրը շատ յուրահատուկ, լավ, All Sides-ը իր տարբերակով, Միլենան էլի շատ այդ ձայնով, Գևորգը, որ ես 2018-ից գիտեի, Ֆլորան, որ շատ սպասելի էր, հանդիսատեսի համար ու բոլորիս համար, որ պետք է գա ներկանա, չգիտեմ, ինձ թվում է շատ լավ էր դեպի Եվրատեսիլում։ Շատ նոր լավ երգեր լսեցինք, իմ playlist-ում մի քանիսը մնացին, իհարկե Will You Marry Me-ն։ Will You Marry Me-ն, որովհետև հեշտ կարելի է երգել։ Հետո այնքան ինչ-որ 80-ականների թեթևություն կա։ Կարող ես շատ հեշտ վերարտադրել այդ երգը, եւ ես կարծում եմ սա մի երգ է, որ անկախ մրցույթից ինքը ինչ որ մի կերպ մարդկանց ոչ միայն ամուսնական կյանքում, այլ թեկուզ նույնիսկ ֆլիրտի, ժամանցի հետ կապված կարա իր ուրույն տեղ ունենա։ Եվ այդ vibe-ը ես եմ խնդրել կոմպոզիտորին, Վահրամին ու նաև գործիքավորման հեղինակին Լազարոին, որ ես ուզում եմ ռետրո, որովհետև ես կարծում եմ, որ երաժշտության մեջ պատտվում է ինչպես նորաձևության մեջ, ու ռետրոն հիմա տենդենսն է երաժշտական։ Հիմա թե մերոնք երբ կհասկանան, որ դա տենդենսն է, չգիտեմ, բայց ամեն դեպքում իմ խնդրանքն է եղել, որ հենց այդ զգացողությունը գա, որ քեզ թվա թե դու գիտես այդ երգը վաղուց։ Միանշանակ կար, որովհետև առաջին անգամ լսելուց հենց այդ տպավորություններ, որ 80-ականների, 70-ականների ու շատ անսպասելի էր, որովհետև բոլորը սպասում էին էլի Կամիլի կերպարով ինչ-որ բան, բայց էլի հետաքրքիր, շատ հետաքրքիր լուծում էր տրված բեմադրության մեջ էլ։ Այո, նա իրեն արեց բեմադրությունը եւ իմ խնդրանքն էր այստեղ նաեւ ես իհարկե տարբերակներ կային, բայց վերջում հասկացա, որ ես չեմ ուզում զգեստափոխվել Կամիլի շորերով, որովհետեւ սա էլ իմ ներքին բաններ, ուսումնասիրություններ, ու ինչ որ իմաստով ինքը տվեց իր արդյունքը, որովհետև ես ասում եմ ինչպես 2018 թվականին շատեր ասում էին ինչի է կնգաշորեր հակել, բեմ բարձրացել, այս թվականին ես պետքա լսեմ, որ այդ մոտավորապես նույն քանակի մարդիկ ասում են, բայց ինչի Կամիլը չկար, ինչի կնգաշորեր չհակավ բեմ բարձրացավ, ու դա եղավ։ Այսինքն երբեք չես իմանա ինչ են ուզում։ Ես մտածում եմ գուցե կիսով տարբերակ մտածած լինեք, Սթոմային։ Իհարկե ոչ կիսով տարբերակ, բայց բեմականացման արդեն հիմնական Եվրատեսիլում կար բոլորովին այլ լուծում, որը հիմա նաև իմաստել չունի ասելու, բայց այնտեղ բոլորովին այլ կերպեր տեղի ունենալու, այսինքն այնտեղ մենք կտեսնեինք հիանալի Կամիլի արկայությունը, շատ ավելի արտահայտիչ ու տպավորիչ։ Իսկ այստեղ ինչ-որ իմաստով հա մի քիչ էլ ապահովության համար, գիտես, որ մարդկանց զգացողությունները չխոցես, թեպետ մարդիկ հիմա ես տեսնում եմ Instagram-ում ում են հետևում, ինչ են հետևում եւ ինչպես են զվարճանում կանանց շորեր հակած տղամարդկանցով, բայց ես այդ առաջին ուդարը ստացած մարդկանցից եմ, հարվածները ստացած մարդկանցից եմ, որ հիմա պարզվում է, որ շատ էլ սիրում են, այն ինչ որ ժամանակին կարող ասեին, օй, բայց հանուն արդարության նաև պետք է ասեմ, որ այդ ամենը տեղի է ունեցել բացառապես social media-ում, սոցիալական տիրույթում, իրական կյանքում մինչև այսօր կան Կամիլի սիրողները, դրանք շատ տարբեր խառնվածքի, բնավորության, աշխարհայացքի տեր մարդիկ են, ու Կամիլը միևնույն է սիրված է, այսինքն դա չեմ կարող հերքել, որ ինքը սիրված կերպար է։ Ամեն ինչն էլ սոցիալական հարթակներում է կայանում, շատ քիչ դեպքերում է գալիս կյանք։ Ինչ ես կարծում, Փարգի երգը ինչ ճանապարհ կունենա Եվրատեսիլում։ Կարծիք թե ցանկություն։ Միանշանակ կարծիք։ Ինձ մոտ ցանկությունն է առաջ գալիս։ Ցանկությունները միևնույնն է բոլորինը շատ լավն են, ու բոլորս աջակցում ենք, բայց ուղղակի օբյեկտիվորեն եթե փորձենք հասկանալ։ Օբյեկտիվորեն եթե փորձենք հասկանալ, ես չեմ լսել բոլոր երգերը դեռ, որտեղ այն պահից որ հասկացա որ ես չեմ գնում, էլ չհետաքրքրվեցի հետագա ընթացքով թե որ երկիրը ինչ երգա բերել։ Միջև այդ լսել եմ։ Իհարկե բացառապես բանը Espresso macchiato, por favore, բացառապես այդ մի երգի, որ մեր դեպիից հետո եմ լսել, հա դա արդեն հիթ է ու դա կմնա։
որպես հիթ։ Մնացած գործերը չեմ լսել, որպեսզի ավելի ռեալ ասեմ։ Իմ մեծ ցանկությունը հաղթանակն է եւ մեծ հույսս լավագույն տասնյակը ու առավել ցանկություն հնգյակը, բայց իհարկե շատ կուզեմ փառքի հաղթանակը տոնեմ։ Ու սա ասում եմ նաեւ որպես արտիստ եւ գուցե հիմա ավելի շատ մեծ հնչի, որ Հայաստանը հաղթանակ ունենա, բնականաբար, ես հայրենասեր եմ, սիրում եմ իմ երկիրը ու դա շատ կուզեմ, բայց ես հենց անձնապես փառքի համար կուզեմ որպես արտիստ, որ ինքը այդ հաղթանակի բերկրանքը, ուրախությունը ապրի։ Ու առավել կուզեմ, որ այս ամբողջ ընթացքը ինքը օգտագործի իր հետագա գործունեության համար։ Հաջողության համար, թող լավ կոնտակտներ ունենա, չգիտեմ, դրսի մարդկանց հետ, այսինքն շարունակի գործել, որովհետև ի վերջո Եվրատեսիլը հասկանալի է, մրցույթ է, բնականաբար յուրաքանչյուր մրցույթում հաղթանակն է ամենագրավիչ փաստը, բայց այն կարող է հոգուց ծառայել բոլորովին այլ կերպ։ Ռոզալինի դեպքում։ Ռոզալինի օրինակը դրա փառահեղ օրինակն էր։ Որտեղ չէ, որ Ռոզալինի երգը երբ որ ես լսեցի, միջև եթեր գնալը, ես ասացի, ես միանգամից սիրեցի այդ երգը, ասի հիանալի երգ է ուղղակի, մենք այսպիսի բան չենք ունեցել այնտեղ, բայց որ անկեղծ ասեմ, չեմ կարծում, որ Եվրատեսիլում այս երգը ինչ-որ իմաստով կունենա իր տեղը։ Թեպետ մտածում եմ, որ բեմադրության այլ լուծման պարագայում Ռոզալինը հենց Եվրատեսիլում էլ կունենար հաջողություն։ Եթե մենք թողնեինք հենց այն գիտարով աղջկան ու մի հատ լույս վառեին իր վրա, որը կերքեր։ Դա շատ ավելի կգրավեր մարդկանց, քան այն ինչ որ բեմադրել էին իր հետ։ Տենց, բայց միշտ ասում եմ հաղթող երգերը Եվրատեսիլի։ Միշտ ամեն տարի այդ մի զգացողությունը կա։ Բուն Եվրատեսիլի, այսինքն հայաստանյան ժյուրիի ներկայացուցիչ չեմ եղել։ Անգամ եղել է, որ ես իմ բարձր միավորը տվել եմ այլ մասնակցի, բայց ասելով, որ հաղթելու է նա։ Այսինքն նույնիսկ այդ զգացողությունն եմ ունեցել որպես։ Ինչպես է դեպքում տվել ուրիշ մասնակցի։ Ժյուրի։ Որ ինչ վերջում ասե, այդ տեսեք, ես միավոր տվեցի, ինքը հաղթեց, չէ՞ պարզել, որ հաղթել էր։ Դա իմ անձնական ուղղակի այդ վարկյանի էմոցիոնալ դաշտում գնահատականն է եղել։ Բայց բոլոր հաղթողներին ասել եմ, Կամիլի տարին ասել եմ, որ Նետան է հաղթելու։ Իդեպ այդ տարի Թոյ երգով, չէ, հաղթեց Նետան, ու ինձ թվում է ինքը հենց նույն այդ Կամիլի էներգիան։ Ինքը Կամիլի օրիգինալն էր, կոպիտ ասած։ Եվ ես նույնիսկ այդ խոսակցությունը ունեցա հանրայինում, ես այդ տարի տալիս էի բանը։ Կամիլի օրիգինալը։ Պոինտները։ Նման էր իրոք։ Նման են, չէ՞։ Իդեպ Նետան հայտնվեց մեր դեպիից հետո, այսինքն երբ որ Կամիլը դեպիում մասնակցում էր, Նետայի մասին մենք դեռ չգիտեինք։ Նետան ամենավերջինն է տվել տեսահոլովակը այդ Եվրատեսիլյան վերջի ժամկետի, այսինքն մենք փետրվարին ենք արել դեպին, մարտին նոր հայտնի դարձավ, որ Նետան է գնում։ Առաջին օրը երբ որ Նետան հայտնվեց Եվրատեսիլյան դեպքում, ես ասացի, ահա, Արախակ իմ հաղթողը, եւ ոչ միայն իմ հաղթողը, ասի Եվրատեսիլի հաղթողը։ Եվ հենց այդ ժամանակ նույնիսկ հանրայինի մեր ռեժիսորներից, երբ որ ես միավորն էի ասում, ասի դե հիմա կտեսնեք, որ հաղթում է Նետան, իսկ ժյուրիով Նետան շատ ցածր միավորներ ունեցավ։ Եվ ինձ պատտվեցին, ասին վերջ արս կարող ես հանգիստ լինել, այսինքն Կամիլն էլ այնտեղ շանսեր չեր ունենա, ես ասի սպասեք հեռուստադիտողին։ Ու Նետան կարծեմ այն բացառիկ հաղթողներից է, որ ֆենոմենալ թվերի միավորների քանակով է հաղթել։ Խնդրեմ։ Նեման ամփոփելով լավագույն մաղթանքներն ու էներգիան ուղարկենք Փարգին։ Այո։ Սպասենք ելույթին։ Փարգը շատ, Փարգս։ Նիլ հայկական բրենդն առաջարկում է ոճային ու յուրահատուկ հագուստի տեսականի ձեր առօրյա կամ երեկոյան կերպարն ընդգծելու համար։ Կրիր հայկականը, կրիր Նիլ։ Ու անցնենք կինոաշխարհ։ Ախ, իմ սիրելի։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանը ցնցվեց Շոն Բեյքերի Անորա ֆիլմով, բայց չգիտեմ, գուցե շատերը չիմանան, որ դեռևս 10 եւ ավել տարի առաջ
Շոնը քեզ Ալլա Թումանյանին, Լուիզա Ներսիսյանին, Կարեն Կարագուլյանին նկարեց Tangerine ֆիլմում։ Այսինքն Շոնը սիրում է հայ դերասանների, ոնց հասկանում եք։ Շոնը սիրում է Կարենին Կարագուլյան որպես դերասան։ Եվ շնորհիվ Կարենի Կարագուլյան ես հայտնվեցի Շոնի ֆիլմում։ Իմ պատմությունը Շոնի ֆիլմում հայտնվելու շատ մի քիչ բան է, magical է, հա, այսպես ասած, երազանքային է, ու այն իրական է, դա այդպես էլ եղավ։ Ես Նյու Յորքում էի, այդ ժամանակ դերասանական կուրսեր էի վերցրել, ամառային ինտենսիվ, հա, մի քիչ վարպետության ոնց որ մաստեր կլաս էր, ու քայլում եմ Union Square, սպասում եմ լուսավորը կարմիր էր, որ փոխի ես փողոցը անցնեմ, ու այդ րոպեին խոսում եմ, անգլերեն ասած daydreaming, այսինքն ինձ հետ եմ խոսում, Աստծո հետ եմ խոսում, սենց բայց ընդհանուր երկխոսություն է, որի հարց ու պատասխանը հնչում է հետևյալ կերպ. լավ Արսեն, ինչ ես ուզում։ Վերջո ասենք Նյու Յորք ես եկել, դերասանական դասեր ես վերցրել, ինչ ես ուզում։ Ու ես ասացի, ես ուզում եմ ամերիկյան art house independent ֆիլմում նկարվել։ Լուսավորը փոխեց կանաչ գույն ու ես փողոցը անցա։ Երեկոյան ինձ զանգեց Մկոն Մալխասյան, օպերատոր, դրանից մի օր առաջ իրենց տանն էինք, հյուր էինք։ Եվ ասեց Արսենն ինձ հետաքրքիր է, ես քեզ ուզում եի ծանոթացնել մեր դերասաններից Կարեն Կարագուլյանի հետ, բայց ինքը այսօր ինձ զանգել է Կարենը եւ ասել է կարող է հայ դերասան իմանաս, որ հիմա Ամերիկայում է, որովհետեւ Շոնը ֆիլմ է նկարում ու մեզ հայ դերասան է պետք, ասեց ես ուզում եմ որ դուք հանդիպեք։ Ես հանդիպեցի Կարենի հետ, մենք ծանոթացանք, լավ նստեցինք, ժամանակ անցկացրեցինք եւ այլն, եւ Կարենը լուսանկարներ ու նաեւ ինքը Շոնին ներկայացրեց ինձ։ Շոնը այդ ժամանակ Լոս Անջելեսում էր եւ Շոնը հաստատեց ու ես մի շաբաթից թռա Լոս Անջելես նկարվելու Tangerine ֆիլմում, այսինքն այն ինչ որ երազել էի ու ինչի համար ես շատ շնորհակալ եմ Կարենին Կարագուլյան Մկոին որ իրենց տանն ենք եղել Լուսին որ իրար հետ ենք եղել չգիտեմ շատ լավ ինքը լավ պատմություն էր շատ ու ես մեկնեցի նկարահանվելու եւ այդ ընթացքում թե Կարենի թե Շոնի հետ արդեն խոսում էինք որ դերասաններ են հարկավոր Կարենի կնոջ կերպարի համար Զոքանչի կերպարի համար եւ այդտեղ Լուիզան էր այդ շրջանում Միացյալ Նահանգներում ու ես Լուիզայի առաջարկեցի էլի ֆոտոներով Կարենը ներկայացրեց Շոնին, Շոնը հաստատեց Լուիզայի արկայությունը եւ իմ ընկերներից Արմինեն Շահինյան ասաց Զոքանչի համար կարող ես Ալլային առաջարկել, ասացի հիանալի է նույնիսկ Տիկին Թումանյանն ինձ ասաց այդ ժամանակ երբ որ պրեմիերան էր Սանդենսում, ասում ինչ հետաքրքիր է Արսեն, ես պետքա 10 տարի, թե չգիտեմ քանի տարի այստեղ ապրեի, որ դու Հայաստանից գայիր ու ես վերջապես ամերիկյան կինոյում նկարվեի, շատ լավն է Ալլան այդ ֆիլմում։ Ու ես շատ ուրախ եմ որ դա տեղի ունեցավ։ Ֆիլմը հեռախոսներով էր նկարված։ Ֆիլմը նկարվել էր այն ժամանակ iPhone 6-ն էր դեռ։ Այսինքն շատ նորարարական էր։ Հա, iPhone 6-ով եւ մի հատ application կար, Filmic Pro, որը այդ ժամանակ կարծեմ $4 էր, թե ինչ էր, երբ որ դու իրան գնում էիր, Tangerine-ից հետո դարձավ 20 քանի $, տենց մի անգամից գինը փոխեց, նաեւ օգտագործել էր Շոնը դա, ու իհարկե տարբեր լենզեր տեսախցիկների համար։ Ֆիլմը Tangerine-ը ես իհարկե քանի որ արդեն պետք է մեկնեի Շոնի մոտ նկարվելու, նայեցի նրա մյուս ֆիլմերը, հա, Prince of Broadway, Starlet-ը, այսինքն ֆիլմերը նայեցի ու ես հասկացա, որ իմ սիրած ռեժիսորն է, ես սիրում եմ անկախ կինոն, հա, independent կինոն, ինչպես ասում են, այդ ստեղծագործողներին, ես շատ ուրախ եի, որ Շոնի հետ առիթ ունեի աշխատելու։ Ես այստեղ Լիլիթ Մովսիսյանի հետ եմ աշխատել որպես independent ռեժիսոր ու այդ դինամիկան, էմոցիան, զգացողությունը այդ ֆիլմի ինձ շատ հարազատ էր Լիլիթից հետո Շոնը ոնց որ ինձ համար արդեն այն գիտես որ ես նորից իմ սիրած վայրում եմ այդ իմաստով շատ ուրախ եմ մենք հետո գնացինք Sundance պրեմիերան արեցինք որը Sundance-ում հիթ էր Շոնի եւ այսինքն Շոն Բեյքերի այս ընդհանուր
ճանապարհը, որով ինքը անցնում էր, ես արդեն 10 տարի է իր հետ այդ էմոցիոնալ ապրումները ունենում եմ ու բնականաբար շատ ուրախացա Անորայի համար, որ Օսկար ստացավ, որ Շոնը հենց անձամբ 4 Օսկար վերցրեց այդ երեկոյի ընթացքում, ֆիլմը ընդհանուր առմամբ 5։ Մինչ Անորային անցնելը ես ուղղակի մի միտք ունեցա երեք, որ սա նենց հաջողություն էր, որ ամեն օր չի պատահում մեր դերասանների հետ, բայց այդ ժամանակ կարծես լուրը հայ մամուլում շատ մեծ տարածում չգտավ, այսինքն շատերը չիմացան, որ մեր դերասանները նկարահանվել են, հոլիվուդյան ֆիլմում, ինչու ոչ մի ձև այդ ինֆորմացիան ստեղ չտարածվեց։ Ես իհարկե մի քանի տեղ խոսեցի, որ ես նկարվել եմ ամերիկյան ֆիլմում եւ այլն, բայց դա իսկապես ոչ մի արտառոց զգացում կամ ուշադրության չարժանացավ, բայց հիմա երբ որ արդեն Շոնը Օսկարակիր ռեժիսոր է, արդեն այլ կերպ են նայում, որ հա ես փաստորեն 10 տարի առաջ նկարվել եմ Օսկարակիր ռեժիսորի մոտ, որ կարծում եմ երևի ինչ-որ իմաստով նորմալ է, որ այն ժամանակ այդպիսի ուշադրության չի արժանացել ու հիմա ինչ-որ իմաստով վերհիշում են այդ ամեն ինչը։ Ասեմ ավելին, եթե այսինքն այս Օսկարի պատմությունը այսպես չլիներ, նույնիսկ Կարենի եւ Վաչեի արկայությունը Շոնի Անորա ֆիլմում կարող է ցավալի կերպով, այսինքն Tangerine-ի նման անցնել, բայց ես անչափ ուրախ եմ, որ հիմա գոնե մարդիկ տեսնում են, թե ինչ կարող է տեղի ունենալ, ինչը ուղղակի հրաշք է։ Օրեր առաջ լրագրող Մհերը Բաղդասարյան մի տեղեկություն հանրայնացրեց, որ Անորայում Վաչեի կերպարը գրված է եղել քեզ համար, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով դու չես կարողացել մեկնել։ Ինչ կասես սրա մասին։ Տեղեկությունը ստույգ է, ես 2021 թվականին զանգ ստացա Շոնից եւ ասաց, որ դեր է գրում ինձ համար, նոր ֆիլմ է սկսում։ Ես հիշում եմ իմ կանգնած տեղը, որտեղ դա տեղի ունեցավ, իմ ուրախությունը, երջանկությունը, որ ես նորից պետք է աշխատեմ Շոնի հետ։ Ու հետո 22-ին արդեն սցենարը ուղարկեց, ես շատ սիրեցի սցենարը ու երբ որ կարդացի, հետ զանգեցի, ասի Շոն, շնորհավորում եմ, գնում ենք Օսկարի։ Շոն շատ համեստ տաղանդավոր տղա է, բայց շատ համեստ է նաև։ Հա, ասեց կարևորը մենք հիմա ուզում ենք ստեղծել են, ինչ որ մենք սիրում ենք եւ այլն։ Ու մենք մի տարի աշխատեցինք իրար հետ, նույն ռուս դերասաներին անգլերենից ռուսերեն, ռուսերենից անգլերեն թարգմանելը ես եմ արել, ես ու Կարենը Շոնի հետ հենց այս ֆիլմի համար Անորայի, այո, Zoom call-երը բոլորը եղել են, հիմնական զանգերը եղել են իմ արկայությամբ օրեր լինում Կարենն էր, օրեր լինում ես ու Կարենն ենք, օրեր լինում միայն ես էի, որպեսզի թարգմանեինք, այսինքն ռուսերենից անգլերեն, անգլերենից ռուսերեն, Շոնի համար այնտեղ նույնիսկ ֆրազաներ կային թե հայերենում, թե ռուսերենում, որ Շոնը ասում էր գաղափարը ինչ է ուզում, Կարենի հետ միասին առաջարկում էինք տարբերակներ, մի խոսքով մի տարի աշխատեցինք իրար հետ, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև այդ ստեղծագործական ընթացքը անցանք։ Եվ հետո իրավաբանական խնդրի պատճառով, որ աշխատանքային վիզան ժամկետի մեջ չկարողացա ստանալ, այդ պատճառով չմեկնեցի ու չնկարվեցի, նկարվեց ոչ։ Բայց ես վստահ եմ, որ Օսկարակիր ֆիլմերը, որտեղ դու նկարվելու ես, դեռ սպասում են քեզ ու ապագայում։ Ես դրա համար եմ ընտրել այս մասնագիտությունը։ Շատ լավ։ Ես սիրում եմ մասշտաբներ, ես սիրում եմ ես մի անգամ այդպես պրակտիկա ունեցա ստենդափի Վրաստանում փոքրիկ ակումբում, իհարկե շատ լավ անցավ, որից հետո ես եկա այստեղ Համալիրում մի հատ ելույթ կար, որտեղ ես մի 40 րոպե ոնց որ պահում էի հանդիսատես, ինչ որ տեխնիկական նաև խնդիր էր, ու հետո այդ բեմից չասի ամեն դեպքում իմ մասշտաբները ավելի մեծ մասշտաբների համար են, քան այն փոքրիկ ստենդափը, դրա համար այո, շնորհակալ եմ, ես էլ եմ վստահ։ Մանավանդ հիմա որ հասկացանք, որ դա շատ հնարավոր ու հասանելի պատմություն է դառնում Օսկարը, արդեն մեզ համար էլ։
Անորան ինչպես ցանկացած մեծ հաջողություն ունեցած իրադարձություն շատ քննադատվեց։ Դու վստահ եմ դիտել ես ֆիլմը, ինչ կարծիք ունես։ Ես քանի որ նայեք, ես ֆիլմը դիտել եմ դերասանների հետ իրենց խոսքերով անցնելով, կրկնելով այդ սցենարին ծանոթ էի, այսինքն նույնիսկ սպասում էի, որ տեսարանից հետո ինչ է լինելու, Շոնին իմանալով մոտավոր պատկերացնելով ինչ է նկարելու, բայց ամեն դեպքում միևնույն է որպես հանդիսատես ես էլի այդ անսպասելիությունը ունեցա, հատկապես ֆիլմի ֆինալը, որ ես ուղղակի զանգարեցի, չգիտեմ, Շոնին շնորհավորելու ու արտահայտելու իմ ոգևորությունը, ես այդ ֆիլմի հետ այլ կերպ եմ կապված, էմոցիոնալ իմաստով, մենք ամեն դեպքում մի տարի աշխատել ենք եւ իմ զգացողությունները շատ խորքային են ու շատ սիրելի են, այսինքն ես երբ որ նայում էի այդ ֆիլմը, անկախ նրանից որ չէր ստացվել, հա, իմ այնտեղ լինելը դեր ինձ համար է գրված, այսինքն դա այդքան հեշտ պատմություն չի, ինչքան որ ես հիմա այսպես ժպիտը դեմքից խոսում եմ, բայց ես նայում էի սիրահարված այնպես, ինչպես որ հենց առաջին անգամ եմ օրինակ այդ սցենարին սիրահարվել, այսինքն շատ սրտատրոփ ու իր բոլոր հաջողությունները այդ կերպով ունեցել եմ, այդ կերպով տոնել եմ, անկախ իմ վատ էմոցիոնալ ապրումներից, դաժան, ված չէ, ցավոտ ու եւ այլն, բայց ես միևնույն է, այսինքն բոլոր դերասանների հետ ոնց որ այդ ճամփորդությամբ գնայի, ես սիրում եմ այդ ֆիլմը, այն որ կարծիքները շատ տարբեր են, դա ինձ համար բացարձակապես նորություն չի, որովհետև հիմնականում independent ֆիլմի հետ կապված կարծիքները տարբեր են։ Երբեք անկախ կինոն չի ունեցել համընդհանուր այն լսարանը, որոնք ունենում են mainstream ֆիլմերը, ինչպես ասվում է։ Եվ անկախ կինոն միշտ քննադատվել է, այսինքն նաև այս պարագայում դա էլ բացառություն չէ։ Նույն հաջողությամբ ես այսօր խոսեցի Լիլիթից, մենք ֆիլմեր ունենք իրար հետ նկարած, որոնց համար ես խենթանում եմ, ես շատ եմ սիրում այդ ֆիլմերը եւ ասեմ ավելին, երբ որ ինձնից Շոնը ինչ-որ բան է ուզել կամ Ջո Վոքերը, ով մոնտաժային ռեժիսոր է, Դյունի համար է Օսկար ստացել, իմ ընկերներից է եւս դրսից որևէ մեկը ինձնից եթե որևէ նյութ է ուզել, ես Լիլիթի ֆիլմերն եմ ուղարկել կամ եղել է որ ոչ միայն Լիլիթի, այլ մի քանի բան եմ ուղարկել, բացառապես արձագանքը եղել է Լիլիթի ֆիլմերի հետ կապված։ Նույն Շոնի, նույն Ջոյի կողմից, նույն Քևին Մակդոնալդի, մի խոսքով, այսինքն դրսից ոնց որ բոլոր մարդիկ այլ կերպ են նայում։ Հիմա նույն այստեղ էլ Լիլիթի ֆիլմերից հետո էլ է շատ եղել է, որ դուրս ենք եկել, նույնիսկ մարդիկ sense չեն ցանկացել ինձ հետ, որ սա ինչ էր, բայց դա չի փոխում այդ ֆիլմի արժեքը ու ին վերաբերմունքը այդ ֆիլմի նկատմամբ։ Ես սիրում եմ անառան ու շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց։ Շնորհավորել եմ իմ գործընկերներին ու շնորհակալ եմ, որ խոսեցիր սրա մասին ինձ հետ։ Այո։ Սա մասին ես նույնիսկ ինձ հետ չեմ խոսում, սենց ասեմ։ Բայց ես հետ խոսեցի։ Lumo Studio-ն առաջարկում է բոլոր նախապայմանները լավ կոնտենտ ստեղծելու համար։ Եթե ցանկանում եք ստեղծել food content, Lumos-ում կգտնեք նորաոճ խոհանոց կահավորված իրական գազօջախով, սառնարանով, ջեռոցով եւ սպասքով։ Իսկ մյուս գերհագեցած տեխնիկայով եւ ռեկվիզիտներով զոնաներում կարող եք կազմակերպել ձեր ֆոտո եւ վիդեո նկարահանումները։ Կոնտակտները տեսնում եք էկրանին, ամրագրումները կատարեք նախապես։ Վերադառնանք հայ ֆիլմին։ Ինչ ես կարծում, հիմա հայկական ֆիլմարտադրությունը ու սերիալների շուկան ինչ փուլում են ու ուր են գնում։ Ես կարծում եմ, որ հիմա այն փուլում են, երբ որ մարդիկ ովքեր պատրաստվում են ներդնել այդ ասպարեզում, գոնե արդեն եկել են այն գիտակցությանը, որ հասկանում են, որ գումար է պետք այդտեղ։ Այսինքն ինչ-որ իմաստով աճ կա, փոփոխություն կա, եւ ես ամեն դեպքում հույս ունեմ, որ մեր մեկենասները, բիզնեսմենները կգան հասկանալու, որ սա այն ինդուստրիան է, որը իսկապես կարող է լավ բիզնես լինել ու իսկապես կարելի է այդտեղ անել մեծ ներդրումներ։ Բայց վերջերս մեկը ներկայացման հրավիրեց, ֆիլմից թատրոնն անցնեմ, հա, ես էլ Լոնդոնից նոր էի վերադարձել, 3 նոր ներկայացում էի դիտել,
ասած հրավիրում եմ ներկայացման, ասացի, բայց ես նոր եմ եկել Լոնդոնից, այնտեղ 3 ներկայացում եմ, դիտել վստահ ես, որ հիմա է կարող մի շաբաթ անցնի մի քիչ։ Ժամանակ նոր կարողանամ գալ դիտել։ Ստեղծվում են լավ ֆիլմեր, Ոսկե ծիրանի ժամանակ եղան ֆիլմեր, որոնք հաջողեցին, այսինքն ու որոնք հաջողում են այսօր միջազգային փառատոններում, գիտեմ, որ շատ լավ մեյնստրիմ ֆիլմեր կան, կոմեդիաներ, որոնք էլի հաջողում են, նույն սիթքոմեր կան, որոնք լավն են։ Մի քիչ ամենտեղ փողի պակաս կա։ Ես առասարակ թատրոնում էլ, երբ որ գնում եմ մեզ մոտ ներկայացում նայելու, գիտեք, վիրավորված լուրջ անհանգստացած դուրս եմ գալիս, որովհետև գնում եմ տեսնում եմ հիանալի դերասանական խաղ։ Հիմա որ անունները տամ կստացվի, որ կոմպլիմենտ եմ անում դերասաներին, բայց թատրոնին չեմ ուզում հանկարծ այնպես ստացվի, որ վատ բան եմ ասում, բայց իմ ընկերը 3 հոգի են բեմում, 4, բայց հիմնական դերակատարները 3-ն են։ Մեկը մեկից փայլուն խաղում են։ 4-ն էլ շատ լավ է։ Բեմական լուծումը հիանալի է տրված նկարչի կողմից, թե ինչ լուծումով կարելի է տալ։ Բայց երբ որ վարակույրը բացվում է ու դու ճակերտավոր, հիմա հասկանալի է, որ այդ գնով ոչինչ չես կարող անել, բայց ճակերտավոր տեսնում ես, թե 100,000 դրամով այդ մարդը ստիպված ինչ լուծում է տվել։ Մի քիչ դա ինձ անհանգստացնում է, պետքա գումարներ դնել, եւ դա պետքա անեն թատրոնները, եւ դա պետքա անեն բիզնեսմենները։ Հիմա եթե բիզնեսմենը դեռ չի եկել այդ գաղափարին, որ կարող է թատրոնի մեջ գումարներ դնել, չգիտեմ, թող թատրոնը տոմսը թանկացնի, օրինակի համար։ Ես չգիտեմ ինչ պետք է անել, հասկանում եք, կամ ես երբեք չեմ տնօրինել թատրոն, որպեսզի հասկանամ, թե ինչպես է ռոտացիան տեղի ունենում գումարային, բայց ամեն դեպքում մեր ասպարեզը այն ասպարեզն է, որտեղ ծախսի արկայությունը պետք է։ Թեպետ ստեղծագործության համար թվում է, թե այն պետք չէ, բայց ստեղծագործական միտքը տեղ հասցնելու համար կարծում եմ, որ արդեն հարկավոր է։ Միայն այդ բանով կուզեի փոփոխություն տեսնել։ Նույն ֆիլմերում, նույն չգիտեմ, այսինքն դրա արկայություն, հիմա ես դա չեմ կարող ասել, որ կբերի դերասանական խաղի որակի փոփոխության, ով ոնց կարում խաղում է, էլի։ Հա, մեր մեծ դերասաններից մեկն էր ասել, մեր մեծ չէ։ Մեր որ ասում եմ Հոլիվուդը նկատի ունեմ կներեք։ Կարծեմ Հոփկինսն էր ասել, թե ով էր ասել։ Ասում է։ Կինոն, չեմ հիշում հստակով է ասել, բայց ես սիրում եմ կինոն, որովհետև դա ոչ բիզնես է, ոչ քաղաքականություն, ոնց դերասանական խաղը, հա, ոչ բիզնես է, ոչ քաղաքականություն, այստեղ կա երկու ճշմարտություն, դու կամ լավ դերասան ես, կամ ոչինչ ես։ Հիմա կան մարդիկ, որ տենց ոչինչ խաղում են, եւ կան լավ դերասաններ։ Պետք է նաեւ այդել, դու ամեն մեկը գիտի, ինքը լավ դերասան է, թե ինքը ոչինչ է, ենթադրում եմ։ Դե եթե կարող է ոչինչը չմտածի, որ ինքը ոչինչ է, դա ուրիշ հարց է, հիմա դա չգիտեմ, դա արդեն իմ հարցը չի։ Ես չեմ կարող ասել։ Բայց տեսնում եմ, եւ ոչինչ եմ տեսնում, եւ լավ դերասանական խաղ եմ տեսնում։ Նույնը ֆիլմերում, թատրոնում ու ամենուր։ Ես իմ ուղին եմ անցնում։ Առաջիկայում ունես ֆիլմեր։ Ֆիլմի առաջարկներ, հենց այսօր ձեզ մոտ գալուց առաջ մի հատ զանգ եմ ստացել սիթքոմի հետ կապված, բայց պետք է եթերից հետո հասկանամ, որովհետև առաջին ալիքից էլ նաև շոու ծրագրի առաջարկ է եղել, ժամկետային իմաստով պետք է հասկանամ, կարողանամ արդյոք համատեղել, որովհետև ոնց որ թե նույն օրերն էին ընկնում, դրա համար դեռ չեմ կարող ասել, բացի դրանից այս պահին ոչինչ չկա եւ բացի այն փառահեղ հաղորդագրությունից, որ Շոնը խոստացել է, որ մենք նորից իրար հետ աշխատելու ենք, բայց դա երբ կլինի չեմ կարող ասել, որովհետեւ 15-ից հետո 21-ին նոր եղավ իր զանգը, բայց այս մեկը ինձ թվում շատ շուշան ավելի շուտ կլինի։ Սա որ հիմա իրան արդեն կտան լավ գումարներ ավելի մեծ։ Հա, հաստատ ավելի շատ դռներ հիմա բաց կլինեն։
Ու իհարկե չեն կարող չանդրադառնալ drama queen կաբարետ շոուին, որում հիմա դուք զբաղված եք եւ էլի 8 արտիստներ տարբեր երկրներից, այդ թվում նաեւ Եկատերինա Բարնավան, ում Comedy Woman-ից կհիշեն շատերը, այս թիմում ոնց ներգրավեցիք։ Այս թիմում ներգրավեցինք, սկսեմ պատմությունը ոնց է, չէ՞, մեկը Սվետաֆորի տակ էր տեղի ունեցել, այս մեկը տեղի ունեցավ Փայլոյից հետո։ Երբ որ Factory Production-ը այստեղ արեց Փայլո մանկական մյուզիկլը, ես Կատյայի հետ իհարկե վաղուց մենք ծանոթ ենք, ընկերներ ենք, բայց երբևէ հա մի անգամ իրենք որ Նատան Եփրիկյան Գուտկովը Բարադենկոն Կատյան այստեղ Զալեչնատնով Երևանի ներկայացում արեցին, այդ ժամանակ ունեցել ենք, այսինքն իրար հետ աշխատել ենք, շնորհիվ Նատայի ու նաև ծանոթացել ենք Կատյայի հետ։ Բայց մյուզիկլից հետո, Փայլոյից հետո Փայլոն էլ նայեք ես խոսում էի որ ուզում եմ ուղղակի ասել բրավո Factory Production-ին, պրոդյուսերին, Ռուդիկին, որ ոչինչ չի խնայել ներդնելու համար հանդիսատեսին որակ ապահովելու համար։ Իսկապես երբ որ դու նայում ես այդ մյուզիկլը, ինքը թանկ մյուզիկլ է, որի տոմսերը բավականին մատչելի էին, ըստ իս կապված նրա հետ թե ինչ էր տեղի ունենում բեմահարթակի վրա։ Ու դա շատ լավ արված գործ է Նայիրենը, ռեժիսոր Հովանես, թիմը, նկարիչը, կոմպոզիտորը Լիլիթը, մի խոսքով Գրիգորը Կոկչյան, պրոդյուսերը, երաժշտականություն, իսկ երեխեքը Փայլոյի ուղղակի հրաշքներ են։ Այդ տաղանդավոր երեխեք են, իսկապես, ֆանտաստիկ երեխեք են, ու հետ ես շատ ուրախ եմ, որ նույն բեմում եմ։ Կատյան Վարնավա Տարաս Գալուբկովի հետ, ով նաև իմ Will You Marry Me ռեժիսորն է ու մեր Drama Queen-ի ռեժիսորը, ես հրավիրեցի ներկայացման, իրանք եկան Փայլոն նայեցին, դե բնականաբար Полный восторг, այս էմոցիաներով գնացին, որից հետո ես Կիպրոսում էի իմ ծննդյան տարեդարձին, հունվարի 20-ին Կատյան եկավ իմ ծնունդին, ինձ շնորհավորելու, բացի մի հատ շատ լավ նվեր անելուց, շոշափելի, արեց դերի առաջարկը Drama Queen-ում գլխավոր դերի առաջարկը, ու դա ինձ թվում է ծննդյան դերասանի ամենալավ նվերն է ծննդյան տոնին, ու ես շատ ուրախ եմ, որ իրենց հետ աշխատում եմ, եւ այստեղ կար մի քիչ արդեն տարբերություն մշակույթի կերպի, որտեղ մեր մոտ միջազգային թիմ էր, իտալուհի, ֆրանսուհի, իտալացի, կորեացի, ռուս, ուկրաինացի, կիպրոսցիներ, հույներ, այսինքն sense շատ միջազգային թիմեր, ու այդ թիմի հետ աշխատելը ինձ շատ դուր է գալիս, որտեղ սիրում եմ տարածքային եւ տարածային մեծ բաներ։ Իսկ շոուն ինքը գալու է Հայաստան։ Շոուն ինքը ես հույս ունեմ մեր պրոդյուսերների հետ ես էլ եմ խոսել, որ այստեղ բանակցեն, հույս ունեմ որ կգա Հայաստան, չգիտեմ իհարկե որ ֆորմատով եւ ինչպես կլինեն թե Հայաստանում, թե աշխարհում մեր հյուրախաղերը, բայց նաեւ կուզեմ որպեսզի մեր հանդիսատեսներ պատրաստ լինի ինչպես Կիպրոսի հանդիսատեսներ եւ նրանք թե ռուսներ, թե ուկրաինացիներ, թե լիբանանցիներ, թե իզրայելցիներ, այսինքն մենք նաեւ ունեցել ենք միջազգային տարբեր ազգերի հույներ, կիպրիոտներ, որ եղել են մեր հանդիսատեսի շարքերում։ Տոմսերը 200-ից 2000 եվրո է Կիպրոսում եւ կա մի մեծ տարբերություն այդ հանդիսատեսը, որը վճարում է այդքան, վերջում մի հատ էլ 0 է ավելացնում ու այդքան շնորհակալություն է հայտնում, ոչ թե նյութապես, այսինքն այդ գումարն է տալիս, այլ 2000 փող է տվել, մի 20000 էլ ասում է շնորհակալություն կոպիտ ասած, ու հեռանում է, ու դու հասկանում ես, որ այստեղ մտածելակերպի մեծ տարբերություն կա ծափահարելու, ընդունելու եւ շնորհակալ լինելու այն մարդուն, որը քեզ 2 ժամով կարողացավ կտրել այն ամենից, ինչը որ քեզ կարող է անհանգստացնել ու էմոցիոնալ արժեք փոխանցել։ Ես ուզում եմ ասել, որ արվեստը ունի այդ ուժը եւ ուզում եմ նաեւ ասել, որ իմ արվեստագետ ընկերներին, դերասաններին, երգիչներին խնդրում եմ երբեք չթերագնահատել են ինչ որ իրենք անում են, որովհետեւ սա կարևոր բան է, որ նախ ուրիշներին տրված չէ։ Ես չեմ համեմատում դա բժիշկների արած գործի հետ կամ այլ բնագավառի արած, հա, ամեն մեկն էլ իր կարևորությունը ունի, այն էլ մեկը
մյուսը շատ ավելի կարևոր կարող է լինել, քան օրինակ ստեղծագործելը որոշակի հայացքների պարագայում, բայց այն ինչ որ կարող է տալ երաժշտությունը մարդուն, այն ինչ որ կարող է թատրոնը տալ, այն ինչ որ կարող է կինոն տալ, դա իսկապես թանկ է եւ պատահական չէ, որ աշխարհում այն թանկ է գնահատվում։ Պետք է այդ գիտակցումը ունենալ։ Արսեն, շնորհակալ եմ շատ զրույցի համար, շատ հաճելի էր, շատ ուրախ էր։ Փոխադարձ, ես եմ շնորհակալ։